Հասանք ուշ գիշերին Ստեփանակերտ, 3-ներ, 4-ներ արդեն, եթե չեմ սխալվում, ու անմիջապես տեղը որոշեցինք շատ արագ, էլ երկար չմտածեցինք, մի քանի վայր կար, որ պոտենցիալ կարող էր ծառայել այդ նպատակին, բայց նայեցինք տենց արագ, դե ես լավ գիտեմ այդ վայրերը, սկի նայելու խնդիր չկար այն մնացած երկուսի, որոշեցինք, որ ամենաօպտիմալ տարբերակը դա Արմենիայի հյուրանոցի ներսում է, երկու պատճառով, նախ հիմնական ժամանող լրատվամիջոցները արտերկրից տեղել հավանաբար պետք է ապրեին, երկրորդը մոտ էր նախագահականը եւ համապատասխանաբար կառավարությունը բան է, երրորդը մեծ ազատ տարածք կար դիմաց, այսինքն հրապարակը, որը հնարավորություն էր տալի եւ շարժական կայանի բացազատմանը եւ արբանյակային կապի հաստատմանը եւ եթերային լրատվամիջոցների համար համապատասխան բեքգրաունդ ունենալը, այսինքն նախագահի նստավայրն էր, դրոշը, զինանշանը, ազատ տարածք, հրապարակը, պիտաչոկը, բան, այսինքն մի քիչ հարմար էր ինքը եւ դահլիճի խնդիրներ, որը որ տենց շենքը նայեցինք մեջը բան, որոշեցինք, որ մի տեղ գտանք, որը համեմատաբար տենց հարմար տեղ էր, բայց տենց ընդունարանի նման տեղ էր, բայց փոքրիկ դահլիճի պատկեր ուներ։ Միակ պրոբլեմը, որ դուռ էր մի հատ այդ պատի վրա, որտեղ պիտի այդ ամբիոնը հավանաբար դնենք վրան, գրած էր տնորեն կողքը, էլի, ու դուռ։ Դե հիմա պրոբլեմա է, էլի։ Դուռը այդ տնորենը բան, ասենք լավ է, տնորենը պոկենք վրայից, թող դուռը հելա մնա, մտածենք, այս դուռը ինչ ենք անելու, մի բանով կծածկենք։ Ու հիմա հասել ենք, որոշել ենք, որ արդեն ստեղ ենք անում այս ամեն ինչ, հիմա դի կոմուտացիայի հարցը լուծենք այդ շարժական կայանի, այդ հոսանքի շիտը չեն կարողանում բացել։ Այս շատ լավ պատմություն է։ Ու մարդ չկա, մի հատ շատ երիտասարդ աղջիկ կա ռեսեպշնում, երևի դե տղամարդիկ խառը, պատերազմական վիճակ է։ Շատ երիտասարդ, շատ տենց բան, հուզված, ակտիվ բան, տենց աղջիկ է երիտասարդ էս բանում, ասում եմ հարկավոր է պեց արածլի այդ էլեկտրический շիտը հարկավոր է, կոմուտացիա է պենյա, ասում է դա հարկավոր է պեց արեք, ասում կորմ չում պեց անիմ, լի զամոկավ կապած արի, ասում է դա գյունում չում, ասում է դա էլեկտրիկն է հարկավոր, ասում թե հարկավոր է հշտեղան ճարինք էլեկտրիկին, զվանի տանինք, սյաս տանք, պեն անինք, ինչ անինք, ասում է կարում չունք, ասում խե, ասում է էլեկտրիկը կլյուչը երակալ, կեցալա պոստերը, ասում եմ, բա, լավ, բա ետնան, բա ինչ անինք, բա, ասում է դա գյունում չում, սյաց դիրեկտորը կյամա, ոժում ասում ինձ դիրեկտորի հետ զրույց արա, սյացը հիմա ինչ իմանա, մի ժամա, կես ժամա, 2 ժամա, ով է հասկանում, կոտրել եմ այդ շիտը մի խոսքով, հետո որ տնօրենին տեսա ներողություն խնդրեցի, ասի դե սենց ընկեր, մեզ արագ հոսանք էր պետք, շոր երրաֆազ էր պետք, թե ինչ էր պետք տղեկին։ Իսկ էլեկտրիկը առաջնահերթում էլեկտրիկն է քեցալա պոստերը, հա, կլյուչը երակալալ, քեցալա պոստերը, մի խոսքով, տենց մի ձև այդ կոմուտացիան սկսեցինք ու եկան ասեցին, որ նախագահան ուզում է ձեզ տեսնի։ Արագ գնացին նախագահական, իհարկե ոչ մեկ քնած չէր, բոլորը ոտքի էին, արթուն էին ու գործ էին անում։ Շատ կարճ Բակո Սահակյանին պատմեցի ինչա ոնց է ինչ ենք մտադիր անենք մինչև լույսը բացվի բանենք կոմեսկոմ, որ այս քաղաքական բլոկը, այս կլինի ռազմական բլոկը, մեդիաները կժամանեն, արդեն կսկսենք բաշխելը ու ռազմական ղեկավարության հետ հասկանանք իրանց ուղեկցման, բաշխման եւ այդ մնացած հարցերը։ Ասեց շատ լավ աշխատակազմից մարդ առանձնացրեց, ասեց միշտ ձեզ հետ կլինեն, ինչ հարցեր կունենանք իրանց հետ բան, ուրիշ ասի ուրիշ բան նախագահ, ինչքան դրոշ ունեք շենքում, ստիպված ասի պիտի տանեմ, որտեվ կադրը ինչ որ ձևով պիտի ձևավորենք, որտեղ որոշել ենք, այդ թվում ձեր աշխատասենյակի դրոշը, որը որ կայմով բանով սիրուն դրոշ է, ասեց հա դե հիմա վեկալ տարի ինչ պետք է, ու մի հատ էլ ամբիոն ունեին նախագահականում, բանով տենց զինանշանով, բան Արցախի, ասի էտել եմ տանում, ասեց ինչ պետք է, ոնց պետք է, վերցրեք տարեք մի խոսքով, աշխատակազմին հանձնարարեց, սկսեցին դա տեղափոխելը, սկսեցին կահավորելը, հիմա տենց այս դուռը մի ձև փորձում եմ այս 4 դրոշով մի կերպ, դա չի լինում էլի, հա, ինչ որ մի տեսակ մոտավորապես պատկերը ստացել ենք, ամբիոնը դրել ենք, այդ արդեն սկսում է լուսանալ էլի, այդ բաները, բայց այն չի էլի, տենց սիրտս կախ է էլի, ասում եմ աշխարհի մեդիաները գալու են, սենց կադրով լավ չի էլի, ու տենց մտքիս մեջ հա, տենց ինչ անենք, ոնց անենք, ինչ անենք, ոնց անենք, ու ասեցին, որ Պաշտպանության բանակի հրամանատարը կես ժամից պատրաստ է ձեզ ընդունի,
Մնացած հարցերի վերաբերյալ դե հիմա կես ժամից ասել է ոտով կիշնեմ պիտաչոկից մինչև կալցևոյ, տենց ոտքով, տենց ասի մի քիչ էլ օդ շնչեմ, մտածեմ, տես մտածելով իջա բան։ Ուրեմն ու հենց մտա բան շտաբը, ուրեմն պատի վրա տենում եմ մի հատ շատ մեծ վահան, շատ մեծ։ Վրան գրած է պաշտպանության թե Արցախի բանակի մարտական ուղին ու տարեթվերով, սլակներով, բաներով, տենց այդ շատ մեծ այդ շիթի վրա սենց պատկերված է, հենց ընդունարանում էր Միջանցքում։ Ասիր, ինձ սա պետք է, ես սա տանում Հետո, եմ։ Հանեցիր ու հիմա տարար։ Լևոնն է, պաշտպանության բանակի Մնացականյան Լևոն է մոտ մտա շատ կարճելի, ասի սենց ենք անում են, հենց ռազմական բլոկով բան, ասեց հա հեսա կկանչեմ, հրավիրեց գնդապետ Արստամյանին, Վիկտորին, ծանոթացրեց, ասեց ինքն ռազմական մասով զեկուցողը լինելու, ամենօրյա ռեժիմով ուրիշ ինչով օգնենք ձեզ, ասի ուրիշ ասի այն մեծ շիտը որ կա Միջանցքում, ասի պետք է ինձ էլի, կարամ տանեմ այս շիտը, պետք է տար, դեց վերցրեցինք այդ շիտը, տարանք, ու որ կադրը նայեք ապրիլյան պատերազմի այդ մամուլի կենտրոնում, մեծ վահանա հետևի ֆոնի վրա, մեծ շիտա գրած Արցախի բանակի մարտական ուղին ու 4 հատ դրոշ կողքը։ Այսինքն դրանով այդ դռան հարցը, կահավորումը, բան, այդ մնացած հարցերը լուծեցին։